Բարև ձեզ, սիրելի էջմիածնցիներ ջան, ժողովուրդ ջան, մոտ մեկ տարի առաջ շուրջ 100-200 մետր հեռավորության վրա ազգային բարերար Սամվել Կարապետյանը արձագանքելով այն խայտառակությանը, որ տեղի էր ունենում մեր մայրաթոռի նկատմամբ, ասեց, որ եթե մի փոքրիկ խմբակ հարձակվել է մեր ազգային ինքնության, մեր արժեքների, մեր մայրաթոռի դեմ, եւ եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Այդ նախադասության համար մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Մեր մայրաթոռը պաշտպանող խոսքի համար մինչ օրս կալանավորված է։ Այն, որ քաղաքական հետապնդումների, ապօրինությունների, կալանքների ու այս խայտառակությունների էջը թողելու ենք անցյալում, դրանում վստահ եղեք, որովհետև փոփոխությունները գալիս են։ Ժողովուրդ ջան, մեզանից շատերը, վստահ եմ նաև դուք, ունեք ներքին տագնապի զգացում։ Այդ զգացումը պայմանավորված է նրանով, որ տեսնում ենք, թե ինչ ռիսկեր կան մեր ինքնիշխանության, մեր պետականության նկատմամբ հարևան երկիր կոչվողից։ Մենք հասկանում ենք, որ կարող է տեսնենք նույնիսկ այն իրականությունը, որ Հայաստանում հողեր, անշարժ գույք ձեռք բերելու խնդիրն էլ գա Ռամիլ Սաֆարովներից։ Ժողովուրդ ջան, դրա համար մենք ինչ ենք ասում։ Մենք նախաձեռնելու ենք Սաֆարովների կանխարգելման մասին օրենք, ըստ որի արգելվելու է Հայաստանում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերումը։ Ժողովուրդ ջան, մենք ասում ենք, որ հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ դրանք չգան, գնացեք ընտրության, որ փոփոխությունները գան։ Այո։ Ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը եւ ուժեղ Հայաստան դաշինքը դասական խոստումներ չեն տալիս։ Մեր ամեն մի խոստման հետևում կանգնած է Սամվել Կարապետյանի երաշխավորումը։ Մի մարդու, ով կարող էր իր կյանքը հանգիստ վայելել։ Բոլորս գիտենք, որ իսկապես մեր ամենահաջողակ հայերից մեկն է։ Բայց ինքը փոխարենը իր ամբողջ ներուժը, իր ռեսուրսը որոշել է ծառայեցնել մեր Հայաստանի Հանրապետության բարեկեցությանը, իրական ապագային, իրական հաղթանակներին, դրանց շարքում 300,000 աշխատատեղի ստեղծումը, հարկային բարեփոխումը փոքր ու միջին բիզնեսի համար 0 հարկը եւ ամենակարևորը մեր ժողովրդի բարեկեցության ապահովումը։ Ժողովուրդ ջան, Էջմիածինը մեր ամենաֆանտաստիկ քաղաքներից մեկն է։ Մեր ազգային ինքնությունը մենք պայմանավորում ենք Էջմիածնով։ Էջմիածնում մենք տեսել ենք մեր պատմության ամենածանր էջերից մինչև ամենագեղեցիկ ուժեղ հաղթանակների էջը։ Ու ոնց կարող է Էջմիածնում բարեկեցության խնդիր լինի։ Դրա համար Էջմիածնի բարեկեցության ամենաարագ լուծումներից մեկը լինելու է տուրիզմի ոլորտի ծրագիրը։ Այն է շուրջ $1 միլիարդ ներդրումը այդ ոլորտում, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու։ Ժողովուրդ ջան, պետք է հայ մարդը լինի բարեկեցիկ։ Այո։
Ժողովուրդ ջան, մի անգամ էլ կարևորենք չափազանց շատ։ Հունիսի 7-ի ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Սա իսկապես ճակատագրական, պատմական, շատ կարևոր ընտրություններ են։ Դրա համար խնդրում եմ բոլորին, որ գնան ընտրությունների։ Մեր քվեաթերթիկը համար 3-ն է։ Համար Ժողովուրդ ջան, դրա համար հունիսի 7-ին եկեք բոլորով ասենք այո փոփոխությանը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, Աստված պահապան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր։ Շնորհակալ ենք պարոն Վարդևանյան։